Իսկ հիմա այն ինչ որ պատմում եմ ավելի շատ վերաբերում է մեծահասակներին, չնայած էլի տարբեր կարող է լինել։ Նոր բան չի, բայց հիմա մեծ ալիք է։ Զանգում են, թե իբր ձեր հեռախոսի կարգավորումների հետ խնդիր կա, կամ մենք ուզում ենք ձեր 5G-ն ակտիվացնել, սենց բաներ, իբր օպերատորից են զանգում։ Խնդրում են նորից զանգեն, այս անգամ WhatsApp-ով, հետո խնդրում են share screen անել, ինչ որ կարգավորումներ են անում բան։ Սովորաբար երբ որ տեսնում են iPhone-ը հեռախոսը, ասում են լավ է ու թռնում են, իրենց Android-ը պետք։ Եվ ամենավատ սցենարը, երբ որ մարդուն ինչ որ ֆայլ են ուղարկում, ասում են սա ներբեռնի, մի հատ սխմի վրան, եւ այլն, իրական դա վիրուս է, որը սկսում է փորփրել հեռախոսի մեջ, ման գալ բանկային հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակներ, որ բնականաբար փող քաշի, վարկ ձևակերպի եւ այլն։ Կամ փորձում են, եթե ինչ որ տվյալ արդեն մարդուց ունեին, ստանալ SMS-ով կոդը, մեկ անգամյա ու կարող է share screen արած տեսնեն դա։ Ամեն դեպքում մի քանի կարևոր բան, երբեք ձեզ օպերատորը ձեր հեռախոսի մեջ չի փորփրի, եթե այդպես խնդիր ունենան կամ ձեզ հեռախոսով ձայնով կասեն այս սխմեք, որ դուք անեք դա, share screen-ը դա անհնարին բան է, ֆայլ ուղարկելը դա ուղղակի աննկարագրելի չլնող բան է։ Եթե արել եք կամ սովորաբար ձեր ծնողներն են արել ու չեն ջոգել, ինչ են արել, ասեմ։ Եթե տարիքով մարդը այդպես տեխնիկայի մեջ գլուխ չի հանում, ինքը սովորաբար չի էլ հիշում ինչ արել։ Շտապ առաջինը, եկա զանգել բոլոր այն բանկ հավելվա էլեկտրոնային դրամապանակներ, որոնք կա հեռախոսի վրա եւ արգելափակել, որպեսզի վրան բան չձևակերպեն եւ այլն։ Հետո լավ կանեք հեռախոսը բան անեք, որ ասում են զբրոստակ, գործարանային factory reset անեք, այսինքն զրոյացնեք հեռախոսը, որտեղ եթե մեջ չքաշել է ֆայլ, այդ վիրուսը մեջը նստում է, բայց այդ որ անեք կջնջվի։ Սենց խառը բաներ։